Հոգին ու հարսն ասում են. Արի։ Լսողս ասում է. Արի։ Թող գա, ով ծարավ է, ով կամենում է, թող ծրի վերցնի կենաց ջուրը։ Հոգին, ով տալիս է կյանքի ջուր, Հայր Աստված է։ Ուրեմն, ով է հարսն, ով Հայր Աստծո հետ միասին տալիս է կյանքի ջուրը։ Ոմանք պնդում են, որ հարսնացուն, ով տալիս է կյանքի ջուրը, սրբերն են։ Նրանք ասում են, որ պատճառը այն է, որ սրբերը Աստծուց ստանում են կյանքի ջուրը մատուցում մարդկանց։ Երբ սրբերը Աստծուց ստանում են կյանքի ջուրը պարզապես մատուցում են մարդկանց, կարող են ասել, որ իրենք են այն տալիս։ Օրինակ, եկեք մտածենք փոստատարի մասին, ով փոստ է առաքում։ Փոստատունը կարող է ասել, ես տալիս եմ։ Ոչ, չի կարող։ Պատճառն այն է, որ տալն ու հասցնել ամբողջությամբ տարբեր են։ Ավելին, ինչ կլինի, եթե ասենք, որ մենք ենք տալիս, երբ տալիս ենք մի բան, որը Աստծունն է։ Այս ապարաժից ջուր հանենք ձեզ համար։ Մովսեսն ասաց սա, կարծես նա էր ջուր հանել ժայռից։ Արդյունքում նա չկարողացավ մտնել Քանան։ Նույն կերպ, եթե սրբերն ասում են, որ տալիս են կյանքի ջուրը, երբ միայն մատուցում են այն, ինչ կլինի նրանց հետ։ Նրանք երբեք չեն կարող մտնել երկնային Քանան։ Նա, ով տալիս է կյանքի ջուրը, Աստված է։ Եղավ, ես եմ ալֆան օմեգան, սկիզբն ու վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից։ Ուրեմն, ով է Աստված, ով տալիս է կյանքի ջուրը այս դարաշրջանում։ Հոգին ու հարսն ասում են. Արի։ Լսողս ասում է. Արի։ Թող գա, ով ծարավ է, ով կամենում է, թող ծրի վերցնի կենաց ջուրը։ Ով է այն հարսն, որ Սուրբ Հոգու, Հայր Աստված, հետ միասին տալիս է կյանքի ջուրը։ Արի, քեզ պիտի ցույց տամ հարսին, գառան կնոջը։ Եվ ինձ հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ ցույց տվեց ինձ Սուրբ քաղաքը, Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից Աստծու մոտից։ Հարսն, գառան կինը, երկնային Երուսաղեմն է։ Ինչպես է Աստվածաշունչը հարսն անվանում Հայր Աստծո կինը, այսինքն երկնային Երուսաղեմը։ Իսկ վերին Երուսաղեմը, որ բոլորիս մայրն է, ազատ է։ Հարսը, Հայր Աստծո կինը, փրկված երեխաների մայրն է։ Հուսով ենք, որ դուք հավիտենական կյանք կստանաք կյանքի ջրի միջոցով, որը տալիս են Հայր Աստված, Մայր Աստված։